Պարոն Կոնջորյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ եկեղեցի իշխանություն ու առճակատումը մտել է նոր փուլ, եթե կարելի է այդպես մեկնաբանել։ Որտեղից սկսվեց, երբ եւ ինչու։ Ինչ տարաձայնություններ ունեն եկեղեցին եւ պետությունը, որտեղ է սկսվում ձեր տարաձայնությունները եւ ինչու է այս փոխադարձ հրաձգությունը նորից շարունակվում։ Նախ պիտի ասեմ, որ մենք հայ առաքելական եկեղեցու հետ որևէ տարաձայնություն չունենք եւ չենք կարող ունենալ, որովհետեւ դա մեր եկեղեցին է եւ մենք որպես հավատավոր մարդիկ բնականաբար եկեղեցին համարում ենք մեր տունը։ Այլ հարց, որ երբ որ վարչապետը կառավարության նիստում խոսեց այն մասին, որ որոշ եկեղեցիներ ցավոք սրտի չուլանի են վերածվել անփույթ վերաբերմունքի պատճառով, մենք տեսանք, որ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ մի իսկական խաչակրած արշավանք սկսեցին վարչապետի դեմ, հոգևորականին ոչ հարիր բառապաշարով եւ ագրեսիվությամբ եւ հերթական անգամ բացահայտեցին որոշ բարձրաստիճան հոգևորականների ընդդիմադիր ճամբարում հանգրվանած լինելու փաստը եւ այն իրողությունը, որ ըստ էության նրանք չեն զբաղվում հոգևոր ծառայությամբ, նրանք զբաղվում են քաղաքական ծառայությամբ, նրանք ծառայում են կոնկրետ քաղաքական շրջանակների եւ դարձել են քաղաքական մարտագլխիկներ վեղարով եւ ցավոք սրտի այդ որոշ հոգևորականները ընդդիմության հետ, Հայաստանի խորհրդարանական ընդդիմության, քոչարյանասերժական ընդդիմության հետ ձայնակցելով արդեն մի քանի տարի փորձում են Հայաստանում ըստ էության տապալել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը եւ ես ուզում եմ ասել դրա խորքային պատճառը որն է։ Բանն այն է, որ տասնամյակներով Հայաստանի կղերականության որոշ շրջանակի եւ օլիգարխիայի միջև մի սրբապիղծ ամուսնություն էր տեղի ունեցել եւ այդ ամուսնության արդյունքում ծնվել էր մի այլանդակ համակարգ, որը շահագործել էր հայ ժողովրդին ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական մակարդակում եւ այդ սրբապիղծ ամուսնության պայմանագրի առարկան հետեւյալն էր. այդ այսպես կոչված որոշ հոգևորականներ ուրեմն գողապետերի կողմից քաղաքական գողապետերի կողմից ստանում էին ֆինանսական որոշակի ուրեմն արտոնություններ, տեխնիկական, նյութատեխնիկական ամենատարբեր արտոնություններ եւ իրենք էլ իրենց հերթին եկեղեցու այդ որոշ սրբազանները օծում էին այն ժամանակվա ապա լեգիտիմ իշխանությանը եւ այսպես եկեղեցու միջոցով փորձում էին լեգիտիմացնել քոչարյանասերժական իշխանությանը, որովհետեւ Քոչարյանի եւ Սերժի իշխանությունը չունեին ժողովրդական լեգիտիմություն։ Եվ ահա այդ եկեղեցու եւ օլիգարխիկ իշխանության այդ ամուսնության հետևանքով իրենք փորձում էին եկեղեցու ռեյտինգը, այսպես ասած, իրենց լեզվով ասած, տեղափոխել ժողովրդական լեգիտիմություն չունեցող իշխանության վրա, բայց նորից եմ ուզում ասել, այս գործարքի մաս չէին հանդիսանում բազմաթիվ պարկեշտ եւ առաքինի հոգևորականներ, որոնք որ այն ժամանակ էլ այսօր էլ իրականացնում են իրենց հոգևոր ծառայությունը։ Այն բանից հետո, երբ որ Հայաստանում արդեն կա լեգիտիմ ժողովրդական լեգիտիմություն ունեցող իշխանություն, մայրաթորի որոշ պետեր չեն կարողանում իրենց տեղը գտնել ժողովրդավարական Հայաստանում։ Ինչու՞։ Որովհետև իրենց ապրանքը արիլևս գնորդ չունի, որովհետև իրենք չգիտեն իրենց այսպես ասած սրբությունը ինչպես վաճառել, քաղաքականապես ինչպես մոնետիզացնել, որովհետև եթե կա լեգիտիմ իշխանություն, նա կարիք չունի, որ սեփական լեգիտիմության դեֆիցիտը լրացնի մայրաթորի որոշ շրջանակների կամ կաթողիկոսի կամ որոշ սրբազանների հետ իր, այսպես ասած, քաղաքական ամուսնությամբ։ Այս է պատճառը։ Այն խորքային պատճառը սա է, որի արդյունքում արդեն մի քանի տարի մենք տեսնում ենք որոշ ուրեմն բարձրաստիճան հոգևորականների հստակ քաղաքական պայքարի մեջ ներգրաված լինելը, որովհետև իրենք ցանկանում են Հայաստանում ունենալ ոչ լեգիտիմ իշխանություն, որի հետ նրանք կարող են գնալ գործարքի։ Պարոն Կոնջորյան, դուք իհարկե շատ հետաքրքիր տեսակետ ներկայացրեցիք, բայց ես ուզում եմ այստեղ որոշ հոգևորականների հոգևոր դասի նաև տեսակետները ներկայացնել, թե ինչու եք այսպես դիրքավորվել իրենց հանդեպ։ Ասում եմ, որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձր ռեյտինգ ունի հենց հայ առաքելական եկեղեցին, ինչը ձեզ լարում է հավելյալ։ Նախ եկեղեցին կարող է ունենալ բարձր վարկանիշ որպես եկեղեցի, որպես բարոյական եւ հոգեվոր առաջնորդություն իրականացնող ինստիտուտ, որ պահին որ եկեղեցին կամ եկեղեցու
բարձրաստիճան հոգևորականները եկեղեցին ներքաշում են քաղաքականության մեջ, եկեղեցու այդ բարձր ռեյտինգից բան չի մնում, որովհետև դու կարող ես քաղաքականությունից դուրս ունենալ բարձր ռեյտինգ, բայց որ պահին, որ դու մուտք գործեցիր քաղաքականություն, քո այդ ռեյտինգը այլևս քաղաքական ռեյտինգ պիտի դառնա, իսկ քաղաքական ռեյտինգը եւ քաղաքական վարկանիշը վաստակում են բոլորովին այլ գործիքակազմով, բոլորովին այլ գործունեության համար, այսինքն մարդիկ, երբ որ եկեղեցուն տալիս են բարձր վարկանիշ, տալիս են եկեղեցուն իր բարոյական առաջնորդության համար։ Հիմա այս բարոյական առաջնորդության ամենամեծ մարտահրավերը հետեւյալն է. առաքելական եկեղեցու ղեկավարը, կաթողիկոսը խախտել է արդյոք կուսակրոնության ուխտը, թե չի խախտել։ Եթե դու հավակնում ես բարոյապես առաջնորդել մի ողջ ժողովրդի, դու ինքդ արդեն իսկ պիտի լինես այնպիսին, ինչպիսին որ դու այդ մարդկանց ասում ես, որ իրենք պիտի լինեն։ Բայց եթե քո բարոյական նկարագրի գլխավոր առանցքային կետերից մեկը խախտված են քո կողմից, եթե բարոյականության եւ կուսակրոնության ուխտը դու խախտել ես, նշանակում է դու նաեւ կորցնում ես հանրությանը բարոյապես առաջնորդելու քո լեգիտիմությունը, հասկանում եք, որովհետեւ սրբազանները իրենց բարոյական առաջնորդությամբ իրենք այն աղբյուրն են, որից պիտի ժողովուրդը խմի եւ հագենա բարոյապես, եթե այդ աղբյուրը պղծված է, ժողովուրդը ինքը չի կարող այդ աղբյուրից խմել, որովհետև ինքը, այսինքն խախտել է սեփական բարոյականության կոդեքսի ամենաֆունդամենտալ կետերից մեկը եւ ուրեմն Աշպարարյանի, Աջապահյանի խոստովանությունը, որ ձեր ինչ գործն է կուսակրոնության ուխտը խախտել է, թե չի խախտել, ըստ էության անուղղակի խոստովանությունն է, որ հա խախտել է, լավ է արել։ Եվ այստեղ հենց ամենամեծ հարվածը եկեղեցու, այսպես իրենց սիրած վարկանիշին, ահա սա է, որ բարոյական առաջնորդություն ստանձնած բարձրաստիճան հոգևորականը կամ հոգևորականներից մի քանիսը առնվազն իրենք հայտարարում են, որ այո խախտել են կուսակրոնության ուխտը եւ լավ են արել եւ սա ձեր գործը չի, բայց սա ուղղված չի մեզ, դա ուղղված է հայ ժողովրդին, որովհետեւ հայ ժողովուրդը ինքը իրավունք ունի իմանալ իրեն բարոյապես առաջնորդողը ինքը առաջնորդվում է բարոյականությամբ, թե չի առաջնորդվում։ Պարոն Կոջորյան, Մայրաթորն էլ իր այդ հայտարարության մեջ ըստ էության ոչ հերքեց, ոչ հաստատեց վարչապետի հենց այդ հարցադրումը, թե արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Բայց ամեն դեպքում հիշեցրեց Սահմանադրության այն կարևոր դրույթը, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ պետությունը եւ պետական այրերը իրավունք չունեն իրենց բարերով, եթե ասեմ, քիթները մտցնել այնտեղ, որտեղ չպիտի մտցնեն։ Հիմա հարց, ինչու եք մտնում այնտեղ, որտեղ չպիտի մտնեք։ Նախ մենք այդ հարցադրումները չենք անում որպես պաշտոնյաներ, մենք այդ հարցադրումները անում ենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Մենք ասում ենք մեզ առաջնորդող մարդը, նա ով այդ առաջնորդության ջահակիրն է, ինքը այդ առաջնորդության, բարոյական առաջնորդության կոդեքսը պահպանում է, թե չի պահպանում, որովհետև եթե դու վերցրել ես առաջնորդության ջահը, նշանակում է դու ինքդ պիտի առաջնորդվես այն սկզբունքներով, որ ուզում ես առաջնորդել հանրությանը։ Դու չես կարող ինքդ չառաջնորդվել այդ սկզբունքներով, բայց հանրությանը առաջնորդել դեպի այդտեղ։ Սա ինչ է, սա բարոյական կոռուպցիա է, հասկանում եք։ Ինչ է կոռուպցիան։ Կոռուպցիան նշանակում է այլասերում։ Եթե մենք պետական կոռուպցիան դատապարտում ենք, ապա մենք չպիտի դատապարտենք բարոյական կոռուպցիանով պիտի դատապարտի։ Եթե մենք ասում ենք, որ անթույլատրելի է, որ պետական պաշտոնյան լինի կոռումպացված եւ ղեկավարի ժողովրդին եւ հանրությանը ու պետությունը, մենք չպիտի ասենք, որ եթե հոգեվոր առաջնորդը կոռումպացված է, ապա նա չպետք է առաջնորդի հանրությանը։ Եթե պետական պաշտոնյաների համար կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կա հակակոռուպցիոն կոմիտե, կան ուրեմն իրավապահ մարմիններ, որոնք որ հետևում են պաշտոնյայի բարեվարկությանը, բա հոգևորականի բարեվարկությանը ով պիտի հետևի։ Երկնքում այո Աստված, բայց երկրի վրա էլ պիտի ժողովուրդը հետևի, պիտի ժողովուրդն ասի, որ դու ինձ առաջնորդում ես այնտեղ, որտեղ որ ասում ես, որ Սուրբ Գիրքը տվել է պատվիրանները, տվել է եւ այլն, հիմա դու այդպեսին ես, թե այդպեսին չես, եւ ինձ օրինակ շատ հետաքրքիր է այդ հայտնի ժողովը, որը տեղի է ունեցել Մայրաթոռում, այդ հարցը սրբազանները հնչեցրել են, այդ դալիճում այդ հարցը հնչել է Գարեգին Բ-ին ուղված դուք ունեք զավակ թե չունեք, դուք խախտել եք կուսակրոնության ուխտը, թե չեք խախտել։ Եթե հնչել է, ինչ պատասխան է տրվել։ Եթե չի հնչել, ինչի չի հնչել, որովհետև սրբազանները բոլորը գիտեն, այսինքն տարիներ շարունակ իմացել են եւ դրա վրա աչք են փակել, այսինքն կուսակրոնության ուխտի խախտման վրա աչք են փակել։ Հասկանալի է, չէ՞, որ սենյակում կա մի հատ շատ մեծ փիղ։
Եվ այդ շատ մեծ փղին հնարավոր չի չնկատել։ Հնարավոր չէ, այդ փիղը սենյակի մեջ է։ Հիմա այդ փիղը Հայաստանի Հանրապետության այդ սենյակի մեջ է եւ բոլորը այդ փղին տեսնում են։ Հիմա հարցը հնչած է եւ Գարեգին Բ-ն պետքա պատասխանի ու պիտի փարատի, ինքը չի կարող այդ հարցից խուսափել։ Որքան որ խուսափի այս հարցին պատասխանելուց, այնքան ինքը եւ ոչ միայն ինքը, այլ նաեւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականներ ավելի ու ավելի են կորցնելու բարոյական առաջնորդություն իրականացնելու իրենց լեգիտիմությունը։ Իսկ պատասխանի դեպքում ինչ է հետևելու, այսինքն վարչապետի այն հարցադրումը, որ պիտի Գարեգին Բ-ն հեռանա, այս իմաստով հետևողական եք լինելու կամ ինչպես հոգեվորականները նշում են, որ իրենք իրենց հարցերը եկեղեցու պատերի ներսում կլուծեն, էլի։ Նախ ովքեր որ ասում են, որ իրենք իրենց հարցերը եկեղեցու պատերի մեջ կլուծեն, պիտի հիշեն, որ եկեղեցին իրենց համար դա բան չի, գողական, մաֆիոզական խմբավորում չի, որտեղ որ իրանք գնաց խոտկա անեն, գողական եւ որոշեն իրանք իրար մեջ։ Եկեղեցին դա հայ ժողովրդի տունն է, հա, հոգևոր տունն է, եկեղեցին դա բոլորիս նվիրական արժեքն է եւ նրանք իրավունք չունեն ասելու, դե գիտեք մենք կգնանք եկեղեցու պատերում, պատերի ներսում, փակ սենյակների հետևը, իրար հետ կորոշենք, իրար հետ կբարիշենք, կանցնենք առաջ։ Սա ժողովրդի մասին է։ Սա ժողովրդին առաջնորդելու բարոյական իրավունքի մասին է, որովհետեւ եթե դու առաջնորդություն ես ստանձնել, դու պիտի հաշվետու լինես ժողովրդին, դու պիտի հաշվետու լինես նրանց, ում որ առաջնորդում ես, որովհետեւ կարող է պարզվի, դու տանում ես առաջնորդելով տանում ես դեպի ձորը, բարոյական անդունդը, որովհետեւ եթե մեկը սրբազան է եւ խախտել է բարոյականության գլխավոր կոդեքսներից մեկը, նշանակում է ինքը ժողովրդին այսուհետ այլևս առաջնորդելու է դեպի բարոյական անդունդ եւ դրա համար ժողովուրդը իրավունք ունի իմանալ խախտել է թե չի խախտել եւ մանրամասները իմանալու իրավունքը միանշանակ ժողովուրդը ունի եւ այս հարցից խուսափել պարզապես հնարավոր չի։ Պարոն Կոնջորյան, այնուամենայնիվ այս հարցը նաև որոշ քաղաքական վերլուծական շրջանակներ են ասում, որ սա նոր չէ, սրա մասին նոր չէ, որ գիտեն, անգամ հանրությունը շատ լավ գիտի։ Ինչու այս հարցը բարձրաձայնելու նպատակահարմարությունը հենց հիմա առաջացավ։ Միգուցե հոգևոր որոշ սրբազանների նաև հայտարարություններից, օրինակ Գյումրիում Աջապահյանը հայտարարեց, որ մեծ տղամարդ առաջնորդ է պակասում, հղում անելով Քոչարյանին, նաև ասաց, որ ստալինյան ժամանակներն է կարոտում եւ մեկ այլ սրբազան շարժում էր սկսել ձեր դեմ։ Միգուցե այս ամեն ինչը ինչ որ իմաստով նպաստեց նաև այս դիրքավորմանը։ Գիտեք, ինչ վերաբերում է Աջապահյանին, ես մի անգամ սա ասել եմ Գեղամ Մանուկյանի մասին, բայց էական տարբերություն չկա Գեղամ Մանուկյանի եւ Աջապահյանի միջեւ։ Եթե նույնիսկ Աջապահյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի նա ամեն անգամ վեր կենար եւ նմանատիպ հարցազրույցներ տար եւ նմանատիպ մտքեր արտաբերեր։ Ես կարծում եմ, որ Աջապահյանը բյուրեղացնում է եկեղեցու որոշ շրջանակների ներսում արկա բարոյական անդունդը, ինքը ոնց որ մի տեսակ այսպես սկուտեղի վրա մատուցում է հանրությանը այն բարոյական ուրեմն նվաստացման մակարդակը, որը գոյություն ունի որոշ հոգևոր շրջանակների եւ որոշ սրբազանների մոտ եւ մյուս հոգեվորականը եւս Հայաստանի Հանրապետությունում փորձում էր քաղաքական անկայունություն ստեղծել, փորձում էր կոնկրետ ընդդիմադիր խորհրդարանական ընդդիմության հետ միասին փորձում էր տապալել Հայաստանում լեգիտիմ ընտրված իշխանությունը, սա մենք չենք մոռացել, սրա մասին բոլորը գիտեն եւ մենք տեսել ենք, թե ինչպես նրանք դաշնակցելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գողապետական շրջանակների հետ փորձում էին Հայաստանում հեղաշրջում կազմակերպել եւ դա բնականաբար չի ստացվելու եւ ես իմ խոսքի սկզբում ասացի թե ինչու էին նրանք նպատակադրվել դա անելու, որովհետեւ իրենց համար շահեկան չէ Հայաստանում ունենալ լեգիտիմ ընտրված իշխանություն եւ մենք բազմիցս ասել ենք, որ չէր կարող Բագրատ Գալստանյանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել առանց ունենալու Գարեգին Բ-ի հավանությունը եւ օրհնանքը եւ սա մի հարցադրում է եւ մի գնահատական է, որը այսօր եւս կա եւ այդ գնահատականը չի փոխվել։ Մենք դրա մասին մշտապես խոսել ենք, այս թեման նոր չէ։ Այս թեման մշտապես եղել է եւ սրա գլխավոր պատճառը այն է, որ եկեղեցու որոշ շրջանակներ որպես քաղաքական մարտագլխիկներ ներդրվել են քաղաքական պայքարի մեջ եւ փորձ են անում ընդդիմության հետ միասին Հայաստանում կատարել հեղաշրջում, ինչը որ մենք թույլ չենք տալու։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Հետեւաբար որոշ հոգեվորականների փորձերը ստանձնելու քաղաքական առաջնորդություն
ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ նրանք նաև կորցնեն հոգևոր առաջնորդության իրենց իրավունքը, որովհետև եթե առաջնորդությամբ պիտի զբաղվեն, իրենք պիտի զբաղվեն հոգևոր առաջնորդությամբ։ Քաղաքական առաջնորդությունը երկրի քաղաքական իշխանության պարտականությունն ու լիազորությունն է, որով որ ժողովուրդը մեզ օժտել է։ Պարոն Կոնջորյան, հարցս կարող է անլուրջ թվալ, բայց որոշ հոգևորականներ, այդ թվում նաև Աջապահյանը, որքան էլ որ ձեզ հորդորում է չմտնել եկեղեցու պատերի ներս, իրենց հարցերը թողնել իրենց, բայց խոսում է իշխանափոխությունից, իմպիչմենտից, Էդգար Ղազարյանն էլ վերջերս օրինակ առաջադրում էր Գարեգին Բեի թեկնածությունը։ Որքան էլ որ անլուրջ է թվում, արդյոք այս դիրքավորումը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապ ունի եւ արդյոք կարող է եկեղեցին օրինակ իր դեմքով որոշել մասնակցել այդ ընտրություններին։ Գիտեք, ես չեմ կարող դա որևէ կերպ գնահատական տալ դրան, բայց ուզում եմ նորից կրկնել, որ եկեղեցին ոչ Աճապարյանն է, ոչ անձամբ, ոչ Գարեգին Բ-ն է անձամբ, ոչ Բագրատ Գալստանյանն է անձամբ, եկեղեցին դա հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն է իր նվիրական հավատով, հազարամյա քրիստոնեական հավատով ու ավանդույթով եւ բնականաբար մեր եկեղեցում կան բազմաթիվ պարկեշտ եւ առաքինի հոգեվորականներ, ես նրանցից շատերին ճանաչում եմ անձամբ, ես նրանց հետ զրուցում եմ ժամանակ առ ժամանակ եւ նրանք իրենց հոգեվոր ծառայությունը պարկեշտորեն կատարում են եւ ես վստահ եմ, որ նրանք հաշտ չեն այն ամենի հետ, ինչ որ հիմա կատարվում է եւ այդ բարոյական անդունդը, որը որ մենք տեսնում ենք որոշ սրբազանների խոսքի միջոցով, ընդհանրապես վարչապետի խոսքը պիտի ընկալել որպես եկեղեցուն օգնելու, եկեղեցուն մաքրելու, եկեղեցին ուժեղացնելու պատգամ, ոչ թե հակառակը, որովհետև վարչապետը ինքը հավատավոր մարդ է եւ նվիրված է քրիստոնեական հավատքին եւ բնականաբար փորձել վարչապետի խոսքերը մեկնաբանել այլ կերպ եւ խաչակրած արշավանք սկսել վարչապետի ու քաղաքական իշխանության դեմ առնվազն ի ցույց է դնում որոշ հոգեվոր շրջանակների իրական քաղաքական նպատակադրումները։ Պարոն Կոնջորյան, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ վարչապետի ընտրած բառամթերքն էլ օրինակ նույն մեկ հոգևորականին ուղված, այսպես ասած, դաշտում սկսեցին ակտիվ քննարկել ինչ-որ մի բառ եւ կտրվեցին երևույթից։ Գիտեք, քաղաքական խոսույթի մեջ կարող են լինել սուր բառեր, երբեմն կարող են լինել բառեր, որոնք որ որոշ շրջանակների համար այդքան էլ ականջահաճույք են, դա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղաքականության յուրահատկությունն է։ Եվ երբ որ դու քաղաքական գործիչ ես ու քաղաքական գործընթացների մեջ ես ներգրավված, դու կարող ես քեզ թույլ տալ դա անել եւ ժողովուրդը ինքը իր գնահատականը տալիս է։ Մենք պիտի ավելի խորքային հարցին ուշադրություն դարձնենք, այսինքն այդ շրջանակները փաստորեն չեն հերքում վարչապետի ասած փաստերը։ Փաստորեն իրենք խնդիր ունեն միայն ձևակերպումների հետ, ոչ թե փաստերի հետ։ Սա է, որ այսպես բյուրեղացնում է ամբողջ իրականությունը եւ այն, որ ես երեք նկատեցի, որ սրբազաններից մեկին հարց են տալիս, ասում են հիմա Գարեգինը զավակ ունի թե չէ, ասում են մի տուր նման հարց, որովհետեւ հարցը ինքնին սխալ հարց է, կամ չգիտեմ, ինչ որ մեկն էլ ասել է, որ հարցը պիղծ հարց է։ Չի կարող հարցը լինել պիղծ հարց։ Հարցը կարող է լինել բարդ հարց։ Այո, հարցերը կարող են լինել բարդ հարց, բայց այդ բարդ հարցերին պատշաճ պատասխաններ չտալը ավելի է բարդացնելու այն մարդու կարգավիճակն ու հոգեվիճակը, որը որ այդ հարցերին չի կարողանում պատասխանել։ Եվ դա ըստ էության ցույց է տալիս, որ իրենք չեն ասում չէ, չունի զավակ։ Ասում են մի տուր դու այդ հարցը մեզ։ Մենք կհավաքվենք, կգնանք պատերի հետևում, մենք մեր բանը կանենք, քրեական ենթամշակույթին հատուկ ռազմորկաներով կորոշենք որն է ճիշտ, որն է սխալ։ Ոչ, այդպես չի լինում, եւ հանրությունը, ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե իրեն բարոյապես առաջնորդող առաջնորդները որքանով են իրենք բարոյական։ Մենք գիտենք, որ բավականին բարդ ժամանակաշրջան ենք հիմա ապրում, պարբերաբար խոսվում է նաև հիբրիդային պատերազմի մասին եւ որ հեշտ փուլում չենք ամեն դեպքում։ Այս պարագայում ում է պետք եկեղեցի իշխանություն կամ որոշ հոգևորականների եւ իշխանության ներկայացուցիչների այս առճակատումը եւ ինչ ռիսկեր դա կարող է պարունակել։ Դուք հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Ամեն դեպքում սա պիտի ինչ որ մի հանգուցալուծում ունենա, թե այս փոխհրաձգությունը պիտի շարունակվի։ Ես չեմ համարում սա փոխհրաձգություն, ես չեմ համարում սա առճակատում, ես համարում եմ, որ Հայաստանում քրիստոնյա մարդիկ, հավատավոր ժողովուրդը կարող են անել հարցադրումներ իրենց հոգևոր առաջնորդների վերաբերյալ, այնպես ինչպես որ քաղաքացիները անում են հարցադրումներ իրենց քաղաքական առաջնորդների վերաբերյալ։ Եթե դու որևէ ոլորտում որոշում ես առաջնորդել, թեկուզ մեկ հոգու
ապա այդ մեկ հոգին ունի բոլոր բարոյական իրավունքները քեզ հարցեր տալու, ասելու, որ դու ինձ որ տանում ես այստեղ, կարող է գնամ անդունդից ընկնեմ, թե դու որ ինձ տանում ես այստեղ, դու ինքդ իմ հետ գալու ես, որ մենք գնանք դու այնտեղ ինձ սպասելու ես, այսինքն դու արդեն իսկ պիտի այնտեղ լինես, բարոյապես, հոգեպես եւ այլն, այս հարցերը բնականաբար մարդիկ ունեն իրավունք տալու եւ պիտի տան։ Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, ապա այո, ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մեջ որպես քարոզչական մարտագլխիկներ օգտագործվում են նաև նույն Աջապայանը, Բագրատ Գալստանյանը, խորհրդարանական ընդդիմությունը, իրենք ինչ են անում, իրենք փորձում են հարվածել Հայաստանի ժողովրդավարությանը, հարվածել Հայաստանը ուժեղացնող ցանկացած լավ դրական օրակարգի, եւ որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ցանկացած լավ բան որ կատարվում է, այդ նույն շրջանակները սկսում են բան անել, լուտանք թափել այդ լավ օրակարգի վրա, անիծել այդ լավ օրակարգը, ցանկացած բան անել, որպեսզի նսեմացնել ամեն մի լավ բան, որ Հայաստանում կատարվում է, խաղաղության օրակարգը։ Ես հիշում եմ, որ երբ որ Էստոնիայում այնտեղի հոգևոր հովիվը վարչապետին եւ խաղաղությունը դրվատանքի խոսքերով խոսեց եւ օրնեց, ես հիշում եմ, որ Մայրաթորը կրկին, չէ, հայտարարություն էր տարածել եւ ըստ էության սրտնեղել էր այդ հոգևորականի կողմից խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքը։ Սա միթե ինքնին արդեն չի խոսում են իրական ծրագրերի եւ մտադրությունների մասին, որոնք որ առկա են Մայրաթորի առնվազն որոշ շրջանակների մոտ։ Հարցս նրա մասին էր, որ պարոն Կոնջարյան, ամեն դեպքում պառակտում կա, օրինակ Մարմարաշենի հոգևոր հովիվն ասաց, որ կոպիտ ձևով դուրս է շպրտելու եկեղեցու տարածքից բոլոր այն մարդկանց, ովքեր նիկոլական գաղափարներով են տառապում։ Ես ուղիղ ցիտում եմ իր բառերը։ Այսինքն այստեղ ստացվում է, որ հասարակությունը արդեն էլի բաժանարար գծեր են ինչ որ դնում նիկոլականներ, նիկոլական գաղափարներով տառապողներ։ Այստեղ վերջը սրա երբ պիտի գա։ Դե դա նախ եւ առաջ դատապարտելի է որևէ հոգևորականի կողմից նման արտահայտություն անելը, որովհետեւ գիտեք, հոգևորականը պիտի հավատարիմ մնա նախ եւ առաջ իր բարոյական նկարագրին։ Դա նման է նրան, որ ասենք բժիշկը ասի, որ ինքը չի բուժելու այս կամ այն մարդուն իր քաղաքական հայացքների համար։ Դա այդ պահից դա բժիշկ չի, հա, այսինքն որ բժիշկը որ կասի, որ ինքը չի բուժի որևէ մեկին իր քաղաքական հայացքների համար, ապա նա այդ Հիպոկրատի երթում եւ բժշկական բոլոր նորմատիվ բարոյական սկզբունքները ոտնահարում է։ Նույնը հոգևորականի մասն է, եթե որևէ հոգևորական ասում է, որ ինքը չի ուրեմն թույլ տալու, որ քաղաքական հայացքների պատճառով այս կամ այն քաղաքացին մուտք գործի եկեղեցի։ Ինքը նախ եւ առաջ դադարում է լինել հոգևորական։ Ինքը դադարում է լինել Աստծո ծառան, որովհետեւ մարդիկ այնտեղ չեն գնում իր համար։ Ինքը իր հոր տնից չի բերել այդ եկեղեցին։ Մարդիկ այնտեղ գնում են հաղորդակցվելու Աստծո հետ, եւ ինքը ընդհանրապես սպասավոր է, որը պետք է իր հոգևոր ծառայությունը իրականացնի, եւ սա եւս հենց այն մասին է, որ մարդիկ եւ այդ թվում նաեւ որոշ հոգևորականներ իրենք չեն հասկանում իրենք ինչով են զբաղված։ Եվ չեն հասկանում, որ առաջնորդությունը նշանակում է, որ դու պիտի առաջնորդես ոչ միայն նրանց, ովքեր որ քեզ հաճելի են, այլև նրանց, ովքեր որ քեզ գուցե հաճելի չեն։ Չէ՞ որ այստեղ դու ընդամենը միջնորդ ես, որին որ պիտի օգնես, որ մարդը հաղորդակցվի Աստծո հետ։ Եթե դու ինքդ առանձին բան ես, ֆիլտր ես դնում, թե ով է իսկական լավ քրիստոնյան, ով է վատ քրիստոնյան, ով պիտի մտնի եկեղեցի, ով պիտի չմտնի եկեղեցի, գուցե դու հենց ինքդ արդեն պիտի եկեղեցի չմտնես, եւ ինքդ արդեն ոտնահարում ես եկեղեցու եւ ընդհանրապես քրիստոնեության կարևորագույն սկզբունքները։ Պարոն Կոնջարյան, ամփոփելով դուք ասացիք, որ հոգևորականը պիտի հասկանա ով է ինքը եւ ինչով է զբաղված։ Հարցս էլի կարող է ոչ կոռեկտ թվալ, բայց ամեն դեպքում Գարեգին B-ն հասկանում է ով է ինքը եւ ըստ ձեզ ինչով է զբաղված։ Ես կարծում եմ, որ Գարեգին B-ի պատասխանից է կախված, ինքը հասկանում է թե ով է ինքը եւ ինչով է զբաղված, որովհետեւ եթե ինքը խախտել է կուսակրթության ուխտը, ուրեմն ինքը չգիտի ով է ինքը եւ ինչով է զբաղված եւ ինչով է զբաղված եղել եւ մեր հանրությունը եւս տասնամյակներով խաբված է եղել ու մոլորված է եղել որպես հավատավոր ժողովուրդ, իսկ եթե ինքը կպատասխանի եւ կփարատի, ինքը հնարավորություն կունենա ցույց տալու թե ով է ինքը եւ ինչով է զբաղված եւ իր առաջնորդության իրավունքի լեգիտիմությունը կախված է այս հարցին տրվելիք պատասխանից եւ ես նորից եմ ասում չի կարող Գարեգին B-ն խուսափել այս հարցից հնարավոր չէ այս հարցից խուսափել հնարավոր չէ չնկատել սենյակում արկա հսկայական փղին պետք է նկատել եւ պետք է հաշտվել եւ պետք է պատասխանել հարցերին ու պետք է հանրության հետ ազնվորեն խոսել, երկխոսել եւ եթե դու առաջնորդության իրավունք ես ցանկանում ունենալ, դու պիտի հանրության հետ առաջինը ինքդ լինես ազնիվ։